Պարոն Դանիելյան, ինչպես եք գնահատում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորությունը նրա վրա ճնշում գործադրելու ճանապարհով եւ պատրաստվում եք արդյոք փողոցային պայքարի եւ երբ եք պատրաստվում դուրս գալ փողոցներ։ Նախ սկսեմ սկզբից, իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանին հեռացնելը դա իրատեսական է, բայց դրա համար կան հետևյալ նախապայմանները, ինչ պետք է անի մասնավորաբար ընդդիմությունը։ Ընդդիմությունը պետք է նախ ուժերը համախմբի, հնարավոր բոլոր դերակատարներին, որոնք որ ունեն մարդկային ռեսուրսներ եւ կարևոր դերակատարություն ունեն Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում, այդ ուժերը պետք է մաքսիմալ իրենց կարողականությունը ներդնեն այդ գործում։ Պետք է փողոցը գեներացվի, այսինքն փողոցային ճնշման միջոցով պետք է հասնել իշխանափոխության, բայց միայն հրապարակում կանգնել եւ Նիկոլ Փաշինյանի հեռացումը պահանջել, դրանով Նիկոլ Փաշինյանը բարձրավոր չի հեռանալու։ Դրա համար մի քանի գործողություն պետք է անի։ Գործողություն համար առաջին պետք է ստեղծվի Հայաստանում երկիշխանություն, այսինքն պարալիզացվեն փողոցները, խաղաղ հնազանդության ակցիաներ իրականացվեն եւ դրա արդյունքում արդեն դիզեկուցեն արդեն ուժային կառույցները եւ պատկան մարմինները, որ այլևս իրավիճակը իրենց կոնտրոլի տակ չի, ասենք կոնտրոլից դուրս է։ Եվ բնականաբար արդեն իշխանությունները գալու են բանակցությունների եւ արդեն խաղաղ իշխանությունը հանձնելու ճանապարհային, այսինքն քարտեզ, այսինքն այդ արդեն իշխանությունը հանձնելու արդեն պայմանավորվածությունները ձեռք բերվի, որ ժամկետներում, ինչ փուլերով եւ այլ եւ այլ։ Հիմա արդյոք այս պահին մենք ունենք այդ հնարավորությունները։ Ունենք սոցիոլոգիական հարցումների հիման վրա ցածր վարկանիշ Նիկոլ Փաշինյանի, բայց պիտի ընդդիմությունը կարողանա այն անտարբեր շատ ժամանակ process-ներին չմասնակցող էլեկտորատին իր կողմը գրավելու եւ այդ մարդկանց համոզելու, առաջարկելու, խնդրելու, որպեսզի մասնակցեն նշածս process-ներին։ Եթե դա տեղի ունենա եւ կարողանանք ճիշտ կատարել այդ աշխատանք եւ ճանապարհային քարտեզը ճիշտ մշակվի եւ ճիշտ գործենք, կարող ենք։ Եթե չկարողացանք անել, բնականաբար չի ստացվի։ Եւ ես բազմիցս անգամ դրա մասին նշել եմ, որ մեկ ուժ, մեկ կուսակցություն, մեկ անհատ չի կարող այս ստեղծված պայմաններում այն խնդիրը, որ ծառացած է, այսինքն իշխանափոխության խնդիրը, այդ խնդիրը ի վիճակի չի լուծել այս պահի դրությամբ։ Իսկ դուք ձեր շանսերը որքանով եք բարձր գնահատում այս պահին։ Կանխատեսելու իմաստով։ Մերը ինչի նկատի ունեք, որ այդ հարցին ընդդիմության առհասարակ ընդդիմության շանսերը այս ճնշման փողոցային նաև ճնշման միջոցով ճանապարհով հասնել իշխանափոխության։ Ներկա պահին կրկնում եմ, կա Նիկոլ Փաշինյանի ցածր վարկանիշ, բայց միևնույն ժամանակ ընդդիմությունը պետք է անի այնպես, որ ժողովրդին կարողանա փողոց անել, ոչ թե խոսքը 5-10,000, 20,000 մարդու, այլ քրիտիկական մասը հանելու մասին է խոսքը։ Արդյոք այս պահի դրությամբ դրա բավարար աշխատանք արված է, որ այդ մարդիկ փողոց դուրս գան, ես համարում եմ, որ ոչ, այդ բավարար աշխատանք արված չի եւ աշխատելու տեղ կա։ Բացի դրանից էլ ընդդիմությունը պետք է զբաղվի մեկ գործով, օրակարգը լինի միմիայն Նիկոլ Փաշինյանի հեռացնելը, ոչ թե միմյանց պախարակելու, միմյանց, այսպես ասած, անուն դնելու, նաև որոշ դեպքերում նաև թույլատրելի սահման անցնելու, դա ինձ համար անթույլատրելի է։ Այս եթե այդ նշածս հանգամանքները լինեն, անպայման հաջողություն կարձանագրենք մինչև ընտրությունները, բայց դրա համար աշխատանք պիտի տարվի, դրա համար դերակատարները, որոնք որ պատասխանատվություն են ստանում, պիտի մաքսիմում 100%-անոց ներդնեն իրենց կարողականությունը, կրկնում եմ, մարդկային ռեսուրսները, նյութական ռեսուրսները եւ այլն եւ այսպես շարունակ, այսինքն դա մենակ ասելով Նիկոլ Փաշինյանը, մենակ ասել, որ պիտի Նիկոլ Փաշինյանը հեռանա, չի հեռանալու։ Այդ պարարտվողը պիտի այդ պատրաստես
Պարոն Դանիելյան, տեղեկություն կա, որ իրավապահները հարկային տեռոր են սկսել ընդդիմության ներկայացուցիչների, նրանց հարազատների նկատմամբ մամուլի պնդմամբ տարուշում գործունեություն ծավալող վերհորեղբոր նկատմամբ է 150 միլիոն դրամի տուգանք նշանակվել։ Ինչով եք պայմանավորում նման գործելաոճը վերջին շրջանում հավատարման եղած եւ համաձայն եք, որ ընդդիմության նկատմամբ հարկային տեռոր է իրականացվում այս։ Ես իմ անձի շուրջը չեմ ուզի այդպիսի կենտրոնացում լինի, որովհետև չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ ես այն միակ հալածվող ընդդիմադիր գործիչն եմ, ամեն անգամ իշխանությունները փորձում են մերձավոր ազգականների ընտանիքի անդամներին անհարմարություններ պատճառել, հարկային կամ այլ բռնաճնշումներ իրականացնել։ Ես մի բան կարող եմ ասել, 6-7 տարիների, առնվազն 6 տարիների ընթացքում ես եւ իմ հարազատները բավականին խնդիրներ, խնդիրներ, զրկանքներ կրել ենք եւ ինձ համար զարմանալի էլ չի իշխանությունների նման գործելավոճը դա եղել է եւ իմ մերձավոր շրջապատի աշխատանքից ազատել, հարկային նաև հոգեբանական այսպես ճնշումների ենթարկել, բայց բոլոր այդ փորձերը ձախողվել են եւ ձախողվելու են, որովհետեւ հաշվի առնելով այն ինչի արժեվ կանգնած է Հայաստանի Հանրապետությունը, այն գոյաբանական խնդիրը, որ կամ մեր երկրի արժեվ կարծում ցանկացած ընդդիմադիր գործիչ մարդ որևէ պարագայում հետ չի կանգնել, նյութական է դա ամենավերջին հարցն է, որ ինձ հետաքրքրում է դրանից առաջ շատ այլ խնդիրներ կան, որոնց ես միջև վերջ հասնելու եմ նրան եւ Աստծո օգնությամբ եւ զորությամբ, որ կարողանանք այդ խնդիրները լուծել եւ ես խորապես համոզված եմ, որ այս իշխանությունների պարագայում այդ խնդիրները ոչ միայն լուծումներ չեն ստանալու, այլ հակառակը ադրբեջանա-թուրքական տանդեմի բոլոր պահանջները կատարվելու են եւ այդ պահանջները կատարելու պարագայում Հայաստանի Հանրապետության գոյությունը պատկերացնելը մեղմ ասած չի լինելու, էլի, այսինքն այն կեցվածքը, որ դրսևորել է այս իշխանությունները, մենք նաև տեսանք ինչա կատարում Տիրանում, Ալբանիայում ինչպիսի կարգավիճակում էր ուրեմն օկուպացիոն ռեժիմի առաջնորդը եւ ակնկալել, որ այդ մարդը հայանապաստ որոշումներ կայացնի, դա անլուրջ եւ ծիծաղելի է։ Պարոն Դանիելյան, գիտենք Մասկի որոշմամբ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի նոր թեկնածու են առաջադրել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի գործընթացի համատեքստում։ Ինչու Հայաստան խմբակցությունը չի աջակցում այս նախաձեռնությանը։ Ինչ ռիսկեր է առհասարակ տեսնում գործընթացի իրականացման մեջ։ Հայաստան խմբակցությունը հայտարարություն է տարածել եւ այդ հայտարարության մեջ ամեն ինչ ասված է, շատ ավելացնելու բան չունեմ, ես սրա մասին բազմիցս ասել եմ, մեկ անգամ եւս կրկնեմ։ Նախ պետքա այդ ճանապարհային քարտեզը մշակվի։ Նախ պետքա դրա համար համապատասխան աշխատանք տարվի։ Տեխնացուի շուրջ պետքա այդ կոնսենսուսային տեխնացուն լինի, որը որ կարող է վերցնել իր վրա այդ պատասխանատվությունը եւ կարողանա գնալ եւ մենք ակնկալում ենք, որ այդ երկու պատգամավորները պիտի միանան, հետո ԿՊԱ-կան պատգամավորները պիտի միանան, չէ՞։ Միացած ռետորական հարց, իսկ ԿՊ պատգամավորները այս հանգիստ եւ խաղաղ պայմաններում ինչի պիտի գան եւ իրենց ստորագրությունները դնեն, որևէ մի տեխնացուի պարագան ինչի պիտի գան։ Ես այդ հարցի պատասխանը չգիտեմ։ Ռեալ չեք համարում, որ 8 հոգի փոխվեց։ Ռեալ համարում եմ, որ լինի համաժողովրդական ճնշում, ռեալ համարում եմ, որ այդ մարդիկ պատանդի կարգավիճակում են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն կամ պատգամավորներ, որ պատանդի կարգավիճակում են, բայց կրկնում եմ դրա համար համապատասխան աշխատանք պիտի տարվի եւ այն պատասխանատվությունը, որ ստանձնի այն մարդը, որ պատասխանատվությունը վերցնի իր վրա, նաեւ պիտի կարողանա այդ հարցերը լուծել, այսինքն պիտի կարողանա այն տեխնացուն լինել, որը որ եւ փողոցի պահանջներին կբավարարի եւ կարողանա այդ գործընթացը ստանել հասնել մինչեւ իր տրամաբանական ավարտը, այսինքն բազմաթիվ այլ հարցեր կան, ռեսուրսային խնդիրներ կան, հարցեր կան եւ այդ հարցերի պատասխանները
շատ ժամանակ հարցական են, այսինքն մենք պետք է հարցերը ճիշտ համակարգված լուծել, ձեր առաջի հարցին հետ էլ սա կապված է, որ կարողանանք այդ նպատակին հասնել, որ չանենք անելու համար, այդպիսի process-ը ինձ համար այդքան էլ իրատեսական չի, էլի կամ այս ձևով գնալը, իսկ ինչ վերաբերում է նրան, որ Հայաստան դաշինքը դեմ է, Հայաստան դաշինքը դեմ չի այդ գործընթացին, կողմա, բայց բավականին շատ բայցեր կան, որ այդ հարցերի պատասխանները մենք պիտի ստանանք։ Եվ հիմնականը ես ինչքան հասկացա, այնուամենայնիվ փողոցային ճնշման բացակայությունն է, որ ուզում եք լրացնելու միջոցով գնալու։ Այո, եթե փողոցում հրապարակներում 100,000-ավոր մարդիկ չեն պահանջում, ես չգիտեմ այն պատճառը, որը որ կստիպի ԿՊ խմբակցության падգամավորների եւ այս պարագայում անկախ падգամավորների խնդիրներ կա։ Անկախ падգամավորների խնդիր եւ ԿՊ падգամավոր, ես չեմ տեսնում ինչ պատճառով պիտի դա լինի, քանի որ Նիկոլ Փաշինյանն իրենց վրա ունի եւ կոմպրոմատներ, եւ թղթածրարներ, եւ տարբեր ճնշելու, իրենց վրա ազդելու միջոցներ։ Տեսնում ենք, հենց փողոցում մի քիչ թեժանում է իրավիճակը, Նիկոլ Փաշինյանը հավաքում է իր падգամավորներին եւ Սևանում կամ մի այլտեղ ուրեմն չէր թողնում դες դուրս գան, այսինքն պարզ է, էլի, այս մարդը այտենց հեշտ հանգիստ ժողովրդավարական մեթոդներով, այն մենք այն եվրոպական երկրներում չենք, էլի, որ չգիտեմ ինչ որ մի հատ թեթև մի խնդրի պայմանավորված կառավարությունը հրաժարական տա։ Ես մի քանի անգամ այդ օրինակը նշել եմ վերջերս Շվեդիա կատարած իմ այցի ժամանակ, ես հետաքրքրվեցի իրենց падգամավորներից, թե ինչ պատճառներով են հրաժարական տվել, որ հիմա պատմեն դուք կծիծաղեք դրա վրա, այսինքն ինչ որ մեկի հաշվին հաց ուտելու, այսինքն ինչ որ գործարարի հաշվին կառավարության ղեկավարը գնացել է հացկերույթ բայց Հայաստանում տեսնում եք ինչ արհավիրքներ կարան լինեն եւ այս իշխանությունները ասենց սոսնձված են աթոռներից, որովհետեւ մտածելու, կորցնելու բան ունեն, որովհետեւ մտածում են նաեւ որ իրենց իշխանությունից զրկելուց հետո բավականին քրեական գործեր են հարուցվելու իրենց դավաճանական քայլերի հետ կապված։ Եվ ինչ եք անում իշխանափոխության համար այս պահին։ 2026 թվականին արդեն խորհրդարանական ընտրություններ են, ընդամենը 1 տարի է մնացել։ Ընտրությունների ճանապարհով տեսնում եք իշխանափոխության հնարավորություն, ինչ քայլեր եք անում, որտեղ փաստացի իշխանություններն արդեն սկսել են քարոզարշավով, վաղից արդեն։ Դուք ինչ եք անում։ Տեսեք, շատ կարևոր հարց եք տալիս։ Ուրեմն մենք եթե չկարողանանք փողոցով իշխանափոխություն անել, հեռացնել Նիկոլ Փաշինյանին, պարզ է, որ հաջորդ տարբերակը իշխանափոխության դա ընտրություններն են։ Ինձ հարցնեք, ես կողմ եմ նրան, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք իշխանությունից, բանը չհասնի ընտրությունների, որովհետև ես էլ մտավախություններ ունեմ Նիկոլ Փաշինյանի ընտրություններ գնալու։ Բայց դրա համար պիտի ակտիվ փողոցը լինի։ Եվ դրա համար պիտի մեր ժողովրդի հետ աշխատենք, օրնի բուն, չհաշվենք շաբաթա, կիրակի, արձակուրդա, չգիտեմ, էս այն է։ Ես կամ մեծամտություն չի, ներողություն եմ խնդրում ձեզանից, բայց ես ամեն օր լծված եմ այս գործին, ամեն օր։ Բայց ես այդ հարցազրույցից հետո գնալու եմ մարզ եւ աշխատեմ իմ ժողովրդի հետ։ Ինձ համար չկա հանգստյան օր։ Մեր ժողովրդին պիտի բացատրենք, հասկացնենք, ես իրավիճակից պիտի դուրս գանք, հանգստանալու, չգիտեմ, արձակուրդի գնալու, ես անձամբ այդ մտադրությունը չունեմ։ Եվ իմ գործընկերներին էլ իմ հետ միասին ես իրենց իմ կարծիք հայտնել եմ։ Պիտի օրնի բուն գիշեր-ցերեկ ժողովրդի հետ աշխատենք։ Հենց է որ հիմա եթե ակտիվ գործողություններ չկան, մարտական գործողություններ, դա չի նշանակում, որ թշնամին հաջորդ օրը էսկալացիա չի գնալու։ Դա չի նշանակում, որ սրանք չեն գնալու պայմանավորվածությունների, ինչ որ ես քիչ առաջ ձեզ ասեցի, եւ Հայաստանը չեն դնելու զոհասեղանի։
Մենք չենք պատկերացնում, մեր շատ հայրենակիցներ խոսելուց հետո են պատկերացնում իրական վիճակը, թեպետ դրա մասին ամեն օր խոսում ենք։ Լրատվամիջոցներն էլ են, փառք Աստծո, այսօր ունենք բավականին նորմալ լրատվամիջոցներ, որ լուսաբանում են այս ամեն ինչը, բայց ժողովրդի հետ անմիջական աշխատանքը, ոլորտային խմբերի հետ անմիջական աշխատանքը, տարբեր ուրեմն բնակավարների ներկայացուցիչների, դրանք բժիշկներ են, իրավաբաններ են, գյուղատնտեսներ են, ավտոներկրողներ են, տարբեր շերտերի հետ պետք է աշխատանքը տանենք, համոզենք, խնդրենք մեր ժողովրդին, որ դուրս գան, պայքարեն եւ բանը չհասնի 26 թվականի ընտրություններին, բայց եթե գա հասնի նաեւ ընտրություններ լինի 26 թվականին, եթե մի քաղաքական ուժ միավորում կամ երկուսը կամ երեքը չմասնակցեն էլ, մեկը ընտրությունները համարվելու է լեգիտիմ, ոչ մեկին չթվա թե մի կուսակցություն եւ կուսակցություն չմասնակցի, կան բավականին կուսակցություններ շատ, որոնք մասնակցելու են ընտրություններին եւ լեգիտիմացնելու են այդ ընտրությունը, այսինքն դու չես կարա կողպես դռները կուսակցությունների ասես չէ, անկարգ չմասնակցեք ընտրությունների, չի լինում էլի տենց բան։ Շատ ժամանակ Հայաստան Դաշինքի ասածը փորձում են խեղաթյուրել ուրիշ ձևով ներկայացնել, Հայաստան Դաշինքը դրա մասին է խոսում։ Ամեն ինչ անել ընտրություններին չհասնենք, եթե ընտրություններին հասնենք, պետք է կարողանամ ջանքերը մեկտեղենք, սրանց վռնդենք։ Այդ է տարբերակը եւ արդյոք որ հիմա ինձ հարցնեք բավարար են մեր աշխատանքները, ես համարում եմ ոչ, բավարար չեն։ Ես ինքս իմ աշխատանքն էլ բավարար չեմ գնահատում, այսինքն միշտ էլ անելու տեղ կա, միշտ էլ աշխատելու տեղ կա, մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է, մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, լավ ժողովուրդ է, սրանք փորձում են այլ կերպ ներկայացնել, որպես տգետ, անկիրթ, չգիտեմ ինչ, իբր թե իրեն Աստված իրանց հավարկել է, մարդու կանգան, որ բան անեն, այստեղ մեզ կրթեն, մեզ դաստիարակեն, մեզ սովորեցնեն, մեզ ինչ ուտենք, ինչ հագնենք, ինչ անենք, իդեպ չունենալով ոչ բարձրագույն կրթություն, չունենալով ոչ տարրական գիտելիքներ, այս մարդիկ իրենց վրա մի այսպիսի բան են էլի։ Չէ, հանուն արտերության ասենք, որ կինը ունի բարձրագույն կրթություն, ամուսինը չունի բարձրագույն կրթություն, բայց ամեն դեպքում դուք կանխեցիք իմ հաջորդ հարցը, կապված կրթվելը նորաձև է շարժման հետ, ինչ էր կարծում, դա աշխատելու է ընդդիմության դեմ։ Տեսեք, կրթվելը չի կարող լինել նորաձև, կրթվելը կարող է լինել էֆեկտիվ, ոչ էֆեկտիվ, կրթելը կարող է տարբեր շերտեր ունենալ, բայց դա կապել նորաձևության հետ, ինչ որ մեկը չի կրթվում էլի, որ սա նորաձև է, սա այսպես ասած մոդնիա կներեք այս բառի համար։ Կրթությունը, եթե գիտելիքները ամեն պահի էլ գիտելիքները հարստացնելու խնդիր կա, բայց ով է մեզ այդ գիտելիքները տալիս մեկ այն մարդիկ, որոնք որ ուրանում են ազգային արժեքներ, պատմություն, հայրենիք, չգիտեմ, ասենք ընտանեկան արժեքներ եւ այլ, հա, դրանք լավ էլի։ Դեպքում եք մոդերատորներից մեկի Facebook-յան էջին, որտեղ վերջին շրջանում աբեժ կենթանիների անուններով են անվանում որոշ ընդդիմադիր հիմնականում գործիչների։ Դե իհարկե ես ապշելու է եւ նման բառապաշարով հանդես եկող մարդիկ, նման լեքսիկոն օգտագործող մարդիկ ոնց կարող են կրթել։ Առավելագույնը այդ նույն բառապաշարով այդ հավաքված աուդիտորիային են փորձել ինչ-որ մի բան անեն, որոնց իդեպ վարչական ռեսուրսներով եւ լծակներով են բերում այնտեղ, դա էլեմենտար քարոզարշավ, իրենք քարոզարշավի մեկնարկ են տվել, իրենք այդ են անում, բայց ես բազմաթիվ զանգեր եմ ստանում եւ մեր հայրենակիցներն ասում են, որ պետական համակարգում կա այսպես ասած սպառնալիքներով ուղղորդում, այսինքն սպառում է, եթե չմասնակցեք, վաղը մյուս օր աշխատանքից կազատենք եւ չասեմ, սա խայտարակություն է մեր ազգի համար, մեր բոլորիս համար սա խայտարակություն է, օգտվելով առիթի կոչ եմ անում մեր հայրենակիցներին չմասնակցել, չլեգիտիմացնել իրենց այս կրկեսը եւ եթե կրթվելու կարիքն էլ կա, ապա կրթողները իրենք չեն կարողանում այդ կրթողի դեր Արցախ ուրացողները, ցեղասպանություն ուրացողները
անկախության հռչակագրի սահմանադրությունը ուրացողները, մեր հայրենիքը կտոր հանձնողները չեն կարող արժեքային համակարգից խոսել։ Իրենք ընդհանրեն իրենց արժեքային համակարգից կարող են խոսել, այդ արժեքային համակարգն է որևիցե մի կապ չունի հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հետ։ Դա Թուրքիայի եւ Ադրբեջանի կարող է հաճո եւ հաճելի բան լինել, բայց ոչ հայ ժողովրդին, ոչ մեր ազգին։